Օրերս տեղի ունեցավ առաջարկ Հայաստանին նախագծի համակարգող խորհրդի անդրանիկ նիստը։ Մի հարկի տակ հավաքվել էին պատկառելի կենսագրությամբ հանրային լուրջ կշիռ ունեցող տարբեր ոլորտների, տարբեր սերունդների հեղինակավոր անձինք, որտեղ կուսակցական պատկանելությունը որևէ նշանակություն չուներ։ Այս նիստին նախորդել էին իմ բազմաթիվ հանդիպումները հանրային, քաղաքական, հասարակական գործիչների, տարբեր շրջանակների ներկայացուցիչների հետ, որի արդյունքը ծրագրի համակարգող խորհրդի պատկառելի ու սոլիդ կազմն է։ Շատ լավ հասկանալով, որ այժմ նախընտրական փուլ է եւ նախընտրական ցուցակների կազմավորումը անխուսափելի գործընթաց է, ես ուզում եմ այս փուլը սկսել իմ շնորհակալության եւ երախտիկի խոսքով, որովհետեւ մեր գործընկերների ճնշող մեծամասնությունն ընդունել է շաբաթներ առաջ իմ հրապարակած այն սկզբունքը, որ պաշտոնը չի կարևոր, պետությունն է կարևոր, որ մանդատը չի կարևոր, այլ աշխատանքի արդյունքը։ Ես ուղղակի հիացած եմ, որ առ այսօր ում հետ հանդիպել եմ, որևէ մեկը չի դրել մանդատի կամ ցուցակի տեղի խնդիր։ Սա խոսում է թիմային ու անհատական որակների մասին։ Սա խոսում է թիմի որակի մասին։ Սա հաջողության գրավականն է, քանզի մենք ձևավորում ենք հանրային համագործակցության նոր որակ, նոր խաղի կանոն։ Շատերը ի սկզբանե ասել են, որ չեն հավակնում որևէ ցուցակի եւ որևէ պաշտոնի։ Շատերն ասել են ինչպես հարմար կգտնեք, որովհետև սա մեկ ընտրության եւ մեկ օրվա ծրագիր չէ, այլ Հայաստանի հետպատերազմյան վերականգնման ծրագիր է։ Մենք միասին անցնելու ենք ճանապարհ եւ վստահաբար հասնելու ենք մեր նպատակին՝ ունենալ երաշխավորված խաղաղություն, բարգավաճ Հայաստան։